Սորախնդիրն է 168 TV-ի եթերում հյուրընկալել եմ ազգային ժողովի նախկին падգամավոր իրավագիտության տեխնացու Գևորգ Պետրոսյանին։ Ողջույն ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Ալիևի պահանջների հերթական խմբականակին ի պատասխան ընտանեկան զույգը լայվ մտավ ընտանեկան ոդքասթ անվան տակ եւ այդպես որոշեցին պատասխանել։ Ես խիստ կասկածում եմ, որ Ալիև-Փաշաև զույգը Ալիև-Փաշաևա զույգը նստել եւ դիտել է այդ ընտանեկան ոդքասթը, բայց նախ արդյոք սա հաղորդակցության ամենաճիշտ տարբերակն էր եւ առհասարակ այսինչ անլրջություն է եւ ձևի եւ բովանդակության առումով պետությունը վերածել ընտանիքապետության, բայց այդ արանքում, այդ ընթացքում հասցնել բավարարել Ալիևի բոլոր նախապայմաններն ու պահանջները առանց բացառության։ Ընտանիքապետությունը մի քիչ վիճելի է այստեղ, որովհետև Նիկոլի պարագայում ընտանիք չկա, որովհետև մի քանի առիթներով ասել եմ, հիմա էլ ավելորդ չեմ համարում կրկնել։ Ընտանեկան օրենսգրքի առաջին հոդվածի երկրորդ մասի համաձայն միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում արձանագրված ամուսնությունն է համարվում ամուսնություն, հետևաբար դրա արդյունքում ընտանիք։ Իսկ այս պարագայում իրենք իսկ խոստովանել են, որ իրենց մոտ այդպիսի փաստաթուղթը, այսինքն ԶԱԳՍ-ի վկայականը, ժողովրդի լեզվով ասած, բացակայում է։ Բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Այստեղ մենք գնում ենք դեպի խաղաղության իբր թե գործընթաց։ Սա այս ամեն ինչը արվում է, տեսեք, Ալիևի այդ 3 առաջորդվա այդ խայտառակ ագրեսիվ հայտարարությանը Նիկոլը ինչպես է պատասխանում։ Նա անդեից ասում է, որ մեզ խաղաղության պայմանագիր պետք չի, եթե ձեզ պետք չի, բայց իրականում պետք չի, որովհետև ինքը այսօր հաղթածի դիրքերից է մոտենում։ Ինքը այսօր թելադրողն է։ Ես վաղուց հարգելի պարոն Սարգսյան, մի քանի անգամ ասել եմ տարբեր եթերներով, չի լինելու խաղաղության պայմանագիր, շատ շուտ եմ ասել։ Ինչու, որովհետև ես որպես իրավաբան եմ ասում, պայմանագիրը ընդհանրապես լինի խաղաղության, լինի, չգիտեմ, առուծախի, լինի նվիրատվության, չգիտեմ ինչի, դա որպես կանոն կնքվում է լրիվ կամ հարաբերականորեն հավասար սուբյեկտների միջև։ Իսկ այսօր այդ 44-օրյա պատերազմի պարտության արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը բացարձակ անհավասար դիրքերում են։ Հետևաբար անհավասար սուբյեկտների միջև չի կարող լինել պայմանագիր։ Դրա համար էլ Ալիևը լինելով թուրք, իսկ թուրքի հոգեբանության մեջ դա նստած է, որքան կարա հնարավոր է առաջ գա։ Ինքը երբեք չի զիջելու։ Հետևաբար Ալիևի այս հայտարարությունների Նիկոլի այդ ողորմելի անատամ, դե ինքը ատամներ էլ չունի բերանի մեջ, այդ անատամ պատասխանը, որ մենք այնուամենայնիվ չենք հակադարձելու, որովհետև մենք դրանով կվնասենք խաղաղության գործընթացը։ Սա ըստ էության հայ ժողովրդի խայտառակությունն է։ Հայաստանը, հայ ժողովուրդը երբեք այսքան նսեմացված, այսքան ցածր դիրքերում չի եղել։ Իսկ այսօր այդ դիրքերում է մեկ անուն անվանման շնորհիվ, հիմա ես դրան մի հատ այսօր բան եմ ծոնել նորից, Գառլախ Նիկոլի պատճառով, Գառլախ, այսինքն գյուղի աքլորականչից ռեմբոյացած, իրան ռեմբոյի տեղադրել, լիրբ անամոթ խաբեբան։ Հիմա այսօր խոսակցության ընթացքում մեր զրույցի ընթացքում ասեմ Գառլախ Նիկոլ, այդ հապավումն է նշանակում։ Այո, դա ոչ թե վիրավորանք է, դա հապավում է, նորից եմ բայց այդքան վստահ մի ասեք, որ ինքը այդ վիրավորանքից չի վիրավորվի, որովհետև վիրավորվելու ունակություն չունի։ Որովհետև օրինակ թուրքից նա չի վիրավորվում։ Գիտեք ինչ, նա վիրավորվելու ունակություն չունի, բայց եթե կվիրավորվի, թող սկորի կանչի։ Գյուղի աքլորականչից ռեմբոյացած լիրբ անամոթ խաբեբա։ Ես կարծում եմ, թե ոչ մի արտահայտությունը վիճարկման ենթակա չի, եթե ձեր մոտ հարցեր կառաջանա, ես հատ կմեկնաբանեմ, որտեղ ինչ նկատի ունեմ։ Մեկ էլ լավ, դուք եթե հարցեր ունեք տվեք։ Ես ուզում եմ, որ ձեր
փորձառությունը հաշվի առնելով դուք ես կներեք, հա, որ խոսակցության ժամանակ նայեմ հեռախոսին, որովհետև ես առանձնացրել եմ թեմաներ, որ ես հաջորդաբար ընտրեմ ինչի մասին խոսեմ, բայց դուք ցանկացած հարց նաև եթե դրա մեջ բառախաղեր կան, դա ձեր լեզվավոճական ամենասիրելի հնարքներից է եւ հանրության մեջ շատ ընդունված, դրանք էլ կարող եք ներառել։ Շատ բարի։ Այս վարչախումբը փաստորեն մեր պետությունը տանում է դենացիֆիկացիայի, այսինքն ապազգայնացման, ազգային ամեն ինչ պիտի մերժվի։ Արցախից մինչև Արևմտյան Հայաստան, Ծիծեռնակաբերդից մինչև Եռաբլուր, պատմական հիշողություն եւ նաեւ ապառազմականացման։ Իրենք համաձայնում են փաստորեն Ալիևի այն պահանջ նախապայմանին, որ այս տեսքով հայկական բանակ չպիտի լինի, չպիտի մարտունակ լինի, չպիտի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներ ունենանք, կրակելու հրաման չպիտի լինի, հակառակը չկրակելու հրամանին չընթարկվող զինծառայողները պիտի պատժվեն։ Դրա օրինակը տարի ու կես առաջ եղավ Տեղ գյուղում, երբ Պաշտպանության նախարարությունը հրապարակայնորեն խոստացավ պատժել իբր ադրբեջանցիներին կրակած զինծառայողներին, իրականը պարզ է, որ մենք երբևէ նախահարցակ, այն էլ այս պայմաններում չէինք լինի։ Եվ տպավորությունը այն է, որ այսպես ձեռքերը քշտած, ինչպես 17 թվականի ընտրություններին էր ելք դաշինքի քաղաքապետի տեխնաց որպես ձեռքերը քշտում, հիշում եք, այն նույն կերպ, այդքան փնթի ձեռքերը քշտելով հիմա մեր բանակի ու պետության կազմակերպման գործը պիտի հապճեպ անի եւ ավարտի։ Տեսեք, հարգելի պարոն Սարգսյան, քանի որ Գառլախ Նիկոլը ինքը ստրկությունը խաղաղությունից չի տարբերում։ Բոլոր մարդիկ էլ ուզում են խաղաղ ապրել։ Եթե մարդը ուզում է խաղաղ չապրել, ուրեմն նա հոգեկան հիվանդ է, ես այդպես եմ կարծում։ Այսինքն աշխարհի մոլորակի բոլոր ծայրամասերում, չգիտեմ որտեղ, ամեն մարդ էլ ուզում է խաղաղ ապրել, բայց խաղաղությունը պետք է տարբերել ստրկությունից։ Սա չի տարբերում, որովհետև անգրագետ Գառլախը սա ասում է ինչ ուզում եք արեք, տվեք, մորթեք, ժողովրդի հերնանիցեք, մենակ ես մնամ վարչապետի պաշտոնին։ Ասել եմ, էլի կրկնում եմ, ինչու, որովհետև ինքը իր այս 6-ամյա պաշտոնավարման ընթացքում արդեն այնքան ծայրագույն հանցագործություններ է շալակել, որ ինքը շատ քաջ գիտակցում է, որ պաշտոնից զրկվելու դեպքում մի ժամ չանցած ինքը հայտնվելու է ազգային անվտանգության մեկուսարանում։ Դրա համար էլ ինքը բոլորիս իր ընտանիքի անդամներին վարի կտա, մի քիչ տնավարի ասեմ, միայն թե ինքը մի ժամ ավել մնա իր պաշտոնին։ Ինքը վերջերս գնացել էր Աբովյան քրեակատարողական հիմնարկ, ոնց որ թե պահման պայմաններին էր ծանոթանում, աստիճանաբար սկսում են համակերպվել։ Հա, գուցե եւ իր տեղն է այնտեղ։ Ինքը վաղուց գաղութ չի գնացել։ Հիմա տեսեք սրա այլանդակ հայտարարությունը։ Ասում է Հայաստանի բանակը պետք է կերպափոխվի, նախ կերպափոխվել բառ հայերենում գոյություն չունի, կա կերպարանափոխվել, այդ անգրագետ է դες, հա, համալսարանը չի ավարտել, գիտեք։ Այդ թվում նաև խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի։ Այսինքն սա բաց այդ, ասում է, որ մենք ձեզ խփող չենք, եկեք մեզի մորթեք։ Ինքը երևի արդեն արտասահման փախնելու բաները, ճանապարհները մշակել է եւ իր տեղն է անում սրանով։ Ինչ է նշանակում, մենք պետք է համակերպենք, մենք ուզում ենք խաղաղ ապրենք, բայց խաղաղ ապրելու համար դու պետք է մարտունակ լինես։ Հարգելի պարոն Սարգսյան, թուրքը այն տեսակն է, որ նա մինչև վերջ գալու է, եթե դու չես կարողանում պաշտպանվել։ Նա մինչև վերջ գալու է։ Հիմա սա այն ղեկավարն է դե ֆակտո, դե յուրե իբր այն բանն է։ Փողոցային դիսպեչերը իդեպ վերջում ձեզ մի հատ խնդրանք պիտի հղեմ, խնդրում եմ հիշեցնեք հաղորդման վերջում։ Փողոցային դիսպեչեր Վահագն Խաչատուրյանն է, որովհետև Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն պետության գլուխը հանրապետության նախագահն է, բայց նա չգիտեմ ինչի գլուխ է, հիմա այս գլխի առաքելությունը ստանձնել է Գառլախ Նիկոլը։ Հասկանում եք։ Հիմա սա այսպեսի ղեկավար մենք չենք ունեցել, որ այսքան առհամարված լինենք։ Դուք պատկերացնում եք ինքը ժողովրդին եկավ իշխանության եւ մինչեւ օրս խափում է խաղաղության օրակարգ կոչեցալով, հավաստիացնում են այն Արաբատ Միրզոևը, այն թրքապատակը, հեսա դրանել եմ անդրադառնալու, որ իբր բանա խաղաղությունը մոտ է, պայմանագիրը հեսա կնքվում է, ընդամենը 2 կետ է մնացել, որ
ու Ալիևը երեք չեմիսօր կանգնում հայտարարում է, ասում է ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չկա։ Ավելին, ասում է Հայաստանը ֆաշիստական պետություն է, ֆաշիզմը պետք է ոչնչացնել։ Իսկ Նիկոլ Փաշինը, այս ապիկար Գարլախը, փոխանակ հակադարձի Ալիևին։ Մարդը Իրաստան մնացած այդ նոր տարվա զրթուզիբիլի վրա ձույա լցում ձվազեղա սարքում ու փնթիաբար էլ ուտում է։ Արա դու ամոթ չես անում, եկա մարդ ես, վարչապետ ես կոչվում, այ Գարլախ։ Չանգելը կողում է թավի մեջ ու կողում է իր բերանը։ Արա քու բերանը մտած Չանգելից հետո այդ թավից ով ուտելիք կուտի, արա։ Այդ քաշեցոցի բերանը կսատկի, ամոթել ասել ժողովրդի լեզվով ասած։ Հասկանում եք սրա զբաղմունքը, հարգելի պարոն Սարգսյան, սա ծաղրում է մեզ, բոլորիս, ինձ, ձեզ, մյուսներից, բոլորին է ծաղրում։ Եվ չգիտես ինչու, ժողովրդի մեզ չի հասունանում այդ ցանկությունը, որ հասնի նպատակին, որ սրան վռնդեն ստեղից, վռնդեն գաղութ, ոչ թե որ մեկ-մեկ ասում է, թող ելնի Հայաստանից եթե ոչ, նա չպետք է գնա։ Նա պետք է Հայաստանում կրի Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն։ Ոչ միայն ինքն է մեզ բոլորից ծաղրում, այլև իր երեսից մեզ բոլորից ծաղրում են դրսում, պարոն Պետրոսյան, ասենք Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևն է նրա մասին հեգնական գրառում անում, Ալիևի, Էրդողանի եւ մյուսների հեգնական արհամարական խոսքը նրա մասին էլ չասեմ, բայց ցավոք սրտի ինքը դրանից չի վիրավորվում որպես անձ, չունենալով ինքնասիրություն, բայց մենք բոլորս դրսում նույնիսկ նրան ուղղված վիրավորանքից ենք վիրավորվում։ Լուկաշենկոն ում ասեմ, ում թողեմ։ Հիմա գիտեք ինչն է ամբողջ խնդիրը, որ սրա այս ապիկարությունից ոգևորվել են նրա կամակատար ենթականները եւ աչ ու ձախ գործողումներ են ձևակերպում, չգիտեմ ինչ է, օրինակ գրած է պաշտոնական հաղորդագրություն ասա։ Ալեն Սիմոնյանը մեկնել է Հնդկաստան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը լուծելու նպատակով։ Ասենք Հնդկաստանը ինչ գործ ունի հայ-ադրբեջանական, ես էլ մեկնեմ Հյուսիսային Կորեա, Կիմ Չենա, չէ, իրանց նախագահ։ Կիմ Չենին հանդիպեմ, ասենք Ախուրյանցի Անոյի ու Դալարիքցի Գոմիկ Ժուժոյի ամուսնական հարցերը կարգավորելու նպատակով։ Սա այդ դրան հավասար բան հասկանում եք, ախր համակարգային կոռուպցիան սա է, պարոն Սարգսյան։ Երբ որ ամբողջ պետական ապարատի վերնախավը, ես քաղաքացիական եւ համայնքային ծառայողների նկատի չունեմ, այդ մարդիկ մասնագիտական գործունեություն են ծավալում, հա, ես նկատի ունեմ այդ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին։ Օրինակ, Ալեն Սիմոնյանը մի անգամ օրինագից ներկայացրել է ազգային ժողովում, ոչ, նա հեռու է օրենքներից, չնայած դաս եմ տվել, ցավոք սրտի գնահատական էլ դրել եմ իրավաբանական ֆակուլտետի։ Մի անգամ էլ խոստովանել եք, որ ձեռս կոտրվեց։ Մի անգամ էլ ասեցի, այո, այս ձեռս կոտրվեց, չդնե։ Նա մի անգամ օրինագից ներկայացրել է, նա մենակ աշխատավարձ է ստանում նրա համար, այդ երկոտանին, որ նիստի վաղ ասում է դահլիճում լռություն, դահլիճում լռություն։ Ու մեկու մեջ իշտում այն թիվ 1 ամբիոնից, սկսում է քֆրտել, ասենք, ընդդիմությանը։ Նա ինչի համար այնտեղ աշխատում։ Սա է համակարգային կոռուպցիան։ Հարությունյան ինչ է այդ դդում, որ ասում են։ Արայիկ։ Նա ինչ է արել, հիմա ինչ է անում, որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Նա հիմա ինքը թողա իմ դեմ նստի, եթե այդքան տաղա է, եթե իսկապես իր կարգավիճակը իր համար համարվում է ճիշտ, թողա նստի դեմս, ես իրան 2 հատ հարցամ խայտարակ անեմ։ Ախր այդ անգարագիտախումբը զավթել է իշխանությունը։ Որպես նախարար ինչ էր անում, որ ոչ մի բան։ ԿԳՄՍ նախարար, դուք էլ ասում եք ԼԳԲՏ նախարար։ Հիշում եմ, լեզուների գիտակ վաղտավոր տղա։ ՑՈՒՊԿ ԵՎՖ նախարար։ Նա այնտեղ այնքան անելիք ունի, ինչքան ես ունեցել եմ Պաղեստինի ազգային ազատագրական շարժման ժամանակ։ Բայց հիմա ոչ պակաս վտանգավոր կերպար է այդ պաշտոնին, Ժաննա Անդրեասյանը, որը Նժդեին համարում է ֆաշիստ, Նժդեին մեկ էլ ֆաշիստ համարում է Ալիևը։ Եվ Ալիևը ընդհանուր առմամբ Հայաստանն է համարում ֆաշիստական պետություն եւ մեր ժողովրդին է համարում ֆաշիստ։ Հիմա Ժաննա Անդրեասյանների, Արայիկ Հարությունյանների եւ նրանց պարագլուխների ձեռամբ իրենք այս պետության ազգային հիմքերը պիտի ոչնչացնեն։ Այսինքն ինձ եւ ձեզ պիտի ստիպեն փորձեն արգելել, մտածել, արտահայտվել, խոսել Արցախի, Ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի, մեր տատերի պապերի, կոտորածների, Թուրքի եւ այլնի մասին պիտի արգելեն խոսել։ Ես չեմ զարմանա, որ նույնիսկ քրեականացնեն։
այդ թեմայով խոսել կամ պատին կտան պատերն է գլխներով։ Հələ այս Գառլախ Նիկոլի արտահայտությունը միայն բանտում վեր գտա հանրության լիարժեք անդամի զգացողությունը։ Ուրեմն բանտային տվյալ եմ ասում ձեզ։ Սա նստած ժամանակ հեռախոսի պատմությունն է։ Հեռախոս, այո, մեկից հեռախոս է խնդրում, որ զանգի տուն։ Ու զանգում է եսին որտե երևի ազգային անվտանգություն, թե եսին քրեակ որտե է զանգում, ասում է այստեղ հեռախոս են պահում բերդում։ Պատկերացնում եք, այն օրը որ խոսք գնաց Վարդան Ղուկասյանի հետ, որ խոսում էի ուղիղ եթերում, այդ գողականները, որ իբր ուզում են իրան աջակցեն այս Գյումրիի ընտրություններում, ամոթ են գողականին, ես ասեցի, այլ դուք բերդի այդ կարգի մարդուն աջակցող 10-ով չեք դուք։ Այդով ես չեմ հավատում, որ մի հատ գողական, իրական գողական տղա հելի դրան 10-ով չի կուցում։ Բերդում էլ բերդից դուրս է շատ հստակ բնորոշում են այդ մարդկանց, շատ կոնկրետ բառով։ Գիտեմ, 3 տարավ, չեմ ուզում եթերային էթիկայից շեղվել, բայց բոլորս դրա հապավումը մի օր կգտնեք, պարոն Պետրոսյան։ Ես գտել եմ բարձր որակավորման զազրախոս, բոզ, մի զորով ստիպեցի կասեցի։ Հա, Բոզ Նիկոլը, բարձր որակավորման զազրախոս։ Հələ նայեք սրա դեմագոգիան, այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարող է գտնել։ Արասատի հերն անեցեմ այդ Գառլախ։ Այսօր դու քո արժանիքին համապատասխան ես, վարչապետ։ Հա, մի հարց եմ տալի ես քեզ։ Ինքը իր արժանիքին համապատասխան է, վարչապետ։ Նա ինչ արժի, եթե մարդը համարսանը չի կարողացել ավարտի։ Հիմա չստացվի, որ մենք իրար դեմ նստել ենք, ինչ-որ իրար գովալու անհրաժեշտություն ունենք։ Չկա դրա խնդիրը։ Բայց այսօր ձեր նման գրագետ մարդը իր քաղաքական հայացքների պատճառով համարսանից աշխատանքից ազատվել է։ Ես իմ մասին չեմ ասում, որ չասեն, ես էլ եմ նույն կարգավիճակում։ Չեմ ասում, որ չասեն եկել է եթեր իրա դառնա հոգում։ Եվ էլի լավ տղեկ, լավ գրագետ մասնագետներ, Գալստյան Խաչիկը, Աբրահամ Գասպարյանը, Սողոմոնյանը, Նայիրի Հոխիկյանը, տասնյակ մարդիկ, որ մենք սա Ղազարյանը, այո, Էդգար Ղազարյանը, հանճարեղ տնտեսագետ տղա, հայրենասեր մարդ, անցյալ ունեցող, դուք այսօր վերցրել եք այդ մարդկանց, աշխատանքից ազատել եք, բոլորիս մեզ, ընդհանրապես նրա համար, ընդամենը նրա համար, որ մենք այլ հայացքներ ունենք, որը Գառլախ Նիկոլի քիմքին հաճելի չի, մեզ դրա համար ազատել են աշխատանքից։ Ախր պարոն Պետրոսյան, սրա նախարարներից, սրա падգամավորներից քանիսը ընդհանրապես որևէ տեղ կկարողանային աշխատել, եթե 2018-ին իշխանություն չվերցնեն։ Սրանց CV դատարկ, որևէ չեն աշխատել։ Հələ այս անգրագետին նայեք, այս Գառլախ Նիկոլին։ Ուրեմն ասում է, ըստ երկրի վարչապետի, եթե մարդը ամսեկան աշխատավարձ, արա ամսեկանը դաշտանն ալում, արա աշխատավարձը ամսականն ալում։ Սա այնքան անգրագետ է, որ ամսեկանն ու ամսականն էլ իրարից չի տարբերում։ Դա դաշտանի մասին է ամսեկանը։ Ամսականը աշխատավարձը դա ամսականն է։ Այդ աստիճանի մարդը անգրագետ խոսում է գիտելիքի մասին, խոսում է ըստ արժանվույն աշխատանք գտնելու մասին։ Դե գինն էլ կրթում է, չէ՞, սրանն։ Հա։ Այդ համ կրթվում եմ մի հատ ընդ։ Ու տեսել եք, չէ՞, ովքեր են մոտը գնում։ Մեկը կա, որ պատերազմի գյորբագյոր էր անում 20 թվին։ Խոհարար կա, եղանակի տեսություն վարող կա, ով ասես կա, նայում ես, ապշում ես, ասում ես, ես ձեր տղամարդ ասողի։ Գիտեք ինչ, պարոն Սարգսյան, ես սրա այլևս որևէ բանի վրա չեմ զարմանում, որովհետև նա այնքան է ցենզուրան անցել։ Բարոյականության, բանականության, թույլատրելիության, քաղաքագիտության, իրավագիտության, սրա վրա արդեն զարմանալ հնարավոր չի։ Եթե դու զարմանաս, քեզ կարող է դնեն հիվանդի տեղ։ Դրա համար ես էլ չեմ զարմանում։ Ես ընդհանրապես վեր եմ լուծում իր արտահայտությունները եւ մեկնաբանում եմ։ Չիմացությունն է մեր ամենամեծ թշնամին։ Այստեղ ճիշտ է։ Ինքը որպես չիմացության սիմվոլ Նիկոլը, Գառլախ Նիկոլը մեր ամենամեծ թշնամին է։ Այստեղ ես համաձայն եմ։ Էսի միակ տեղն է, որ ես իր կարծիքը կիսում եմ։ Այո, չիմացությունն է մեր թշնամին եւ մեր չիմացության սիմվոլը Գառլախ Նիկոլն է։ Հիմա հələ ինչ ասում։ Սրա անվտանգության քարտուղար կոչեցյալը
Այն ինչա Արմեն Գրիգորյան։ Ասում է Հայաստանի քաղաքացիները ադրբեջանցիներին որոշակի գումար վճարելով կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհը։ Դեռ 21 թվին էր ասում։ Քանի հայ է անցել Գորիս-Կապանով այսօր։ Դուք պատկերացնում եք, սա դասական հանցագործություն է։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 421 հոդվածը պատասխանատվություն է նախատեսում տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողությունների համար։ Սա այդ չի։ Եթե էսի որ ասել ծերեթելի պուտանկ են, կարող ասեի գիժա, դե մի բան խոսում է։ Սա ասում է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Այսինքն մեր ինքնիշխան տարածքում մի քաղաքից մյուսը գնալու համար մենք այսօր ադրբեջանցիներին ասում են պետք է փող վճարենք։ Ինչ ասես, սա ինչ է նշանակում։ Բա հեռախոսահամար էին տարածել, որ եթե գերին գնենք զանգենք, հիշում եք, այդ ճանապարհով անցնելիս ասում են արագ կքշեք ցերեկով։ Կարող ադրբեջանցիները գերեվարեն, բայց եթե հանկարծ գերին գաք չխառնվեք իրար, այս ձեզ համար կզանգեք ԱԱՑ-ին, կարող է հասանելի չլինեն։ Բայց ամեն դեպքում այս համարը ունեցեք։ Պարոն Սարգսյան, գիտեք, մենք պետքա օրենքները ենթարկենք տրամաբանական մեկնաբանության։ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածը նախատեսում է պետական դավաճանության հանցակազմը, որը այսպես է շարադրված դիսպոզիցիան։ Պետական դավաճանությունը բուտ, այսինքն թշնամու կողմն անցնելը։ Ես անձամբ սա որպես իրավաբան, որպես փաստաբան մեկնաբանում եմ թշնամու կողմն անցնել։ Եթե դու կամով են կանգնում ասում ես, այս տարածքը ձեզ, մեր քաղաքացիները հենց այդից անցնեն, փող վեկալեք, թողեք թող անցնեն։ Սա ուրիշ պոզով պոչով է անում թշնամու կողմն անցնել։ Թշնամու կողմն անցնելը ինչ է, որ պատերազմի վաղ վազելով փախնես այդաս իր սահման։ Ներքին քաղաքականությունը ավելի մեծ վնաս է պատճառում մեր անվտանգությանը, մեր ինքնիշխանությանը, քան մեկը ինչ որ վազելով անցնի թշնամու կողմ։ Իսկ սա ներքին թշնամությունը, սա պետական դավաճանության դասական դրսևորում է։ Հələ սրան նայեք, այս Գարլախ Նիկոլին երեխաներին հրավիրում է բանի քննարկման ու ասում է խաղարկային իրադարձություններ ստեղծելու մեր պատմության, այդ պատմության դասագրքի հետ կապված պատմության ուսումնասիրության գործում։ Սա հայոց պատմությունը Գարլախ Նիկոլը սարքել է խաղարկությունների առարկա։ Արա այ Գարլախ, քո էսի կազինոյա, ինչա, բլոտա, սեկայա, ինչա, ինչ խաղարկություն։ Հայոց պատմությունը Էլինորից իր սեփական իշխանությունը ձգելու, երկարաձգելու նկատառումով սարքել է խաղարկության առարկա։ Լավ, սենց խայտարակություն չկա տենց, մոլորակի վրա տենց երկիր չկա։ Ես մի երկու թեզ պիտի ասեմ, միասին մեկնաբանենք, պարոն Պետրոսյան։ Այն հնամաշ պլաստին կա, որ ոչ մեկ արդեն չի լսում, նախկիններ, ռուսներ երբեմն, Եվրոհանդամակցություն, դրանով հազարական ներողություն, պարոն Սարգսյան ջան։ Ուրեմն Իրանից բետար նախկին կա, Իրանից ավելի նախկին կա, սկսենք իր արտաքինից։ Ես ու ինքը որ եթանք ենթադրենք Աֆրիկա, այն մորուքը որ պահել էր, որ ասենք ասեի ինքը իմ պապն է, դե չեն ճանաչում ընդ։ Սաղ կհավատային։ Արա քեզնից բետար նախկին կա, այ Գարլախ։ Բալը թիմը նայեք։ Անդրանիկ Քոչարյանը նախկին չէր, Արմեն Ղուլարյանը նախկին չէր, Սուքիասյանը նախկին չի, Խաչատրյան Վահագնը նախկին չի, հետո նախկին է։ Ով էլ որ նախկին չի, ասենք Լուլու, այն Ղուշբաս Արփի, դրանք էլ вообще ընդհանրապես քաղաքական գործոն չեն։ Բա ով է քո քաղաքական հենարանը։ Ես ձեզ ասեմ, այդ նախկինների բանը այ ճիշտ եք ասում, շատ ճիշտ եք ասում։ Դա արդեն կորցրել է իր արդիականությունը։ Հիմա նոր բան պիտի գտնի։ Հա։ Բայց օրինակ, երբ որ ինքը շարունակաբար խոսում էր, հիմա էլ է խոսում կոռուպցիայի մասին, պարոն Պետրոսյան, մենք այս քանի տարի պրոֆեսիոնալ փաստերով սրանց կոռուպցիոն բոլոր ռիսկերը հանում ենք, դրա համար դատվում ենք, դրա համար մեր հաշիվներին կալանք են դնում, սառացնում են մեր հաշիվները, սրանցից ավելի համակարգային կոռուպցիա երբեք չի եղել։ Ես չեմ տեսել Հայաստանի պատմության մեջ։ Պարոն Սարգսյան, ես այսպես եմ կարծում։ Թող ինձ քննադատեն, բայց ես ունեմ իմ կարծիքը արտահայտելու սահմանադրական իրավունք, Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն համակարգային կոռուպցիան հենց սա է, որ պետական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաները ոչինչ չանելու դիմաց ստանում են միլիոնների աշխատավարձ, սաղորը ինքնաթիռը, ասում է Ալեն Սիմոնյանը գնացել է Հնդկաստան,
որպեսզի կարգավորի քննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Բա որ ինքը գնացել էր Հնդկաստան։ Ինչի՞ մի հատ այդ քննարկման նյութ չեն տեղադրել։ Ոնց։ Բա փղի վրա ֆոտո Փղի վրա է, փիղա քշում է։ Փղի վրա է կարգավորել։ Ասում են վերջում է փիղն է իրան քշում, չգիտեմ, ճիշտ է սխալ է։ Բայց կարող է իր դուրը գա ինք սիրում ա։ Դե չգիտեմ։ Հա, փիղ հասկանում եք ինչ լեկտիություն է սա։ Սա է համակարգային կոռուպցիան։ Երբ որ պետական պաշտոնյաները պետական բյուջեից սնվում են, ոչինչ չանելու դիմաց։ Ես միշտ ասել եմ, ելի կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածը դա մեր ամբողջ երկրի հաշվապահությունն է։ Այսինքն Սահմանադրության առաջին հոդվածը ինչ ասում։ Հայաստանը սոցիալական, ժողովրդավարական, իրավական եւ ինքնիշխան պետություն է։ Հիմա ես վստահ եմ, որ դուք չեք կարող այդ 4 ոլորտից մի ոլորտ առանձնացնել, որտեղ այս իշխանությունը հաջողություն ունի։ Բա եթե չենք կարող, ես էլ չեմ կարող։ Ես մեկ այլ օրինակ եմ ուզում հիշեցնել, այն որ տարի ու կես առաջ Snoop Dogg-ի համերգը կազմակերպելու համար $6 միլիոն տրվեց։ Համերգը չկայացավ, օրեր առաջ Ժան Անդրեասյանը ընդունեց, որ չի էլ կայանալու, ու այդ փողը սրանք չեն կարողանում հետ ստանալ։ Իբր ասել են, ասելա կվերադարձնի։ Լավ, մի հատ իմ եւ ձեր մանկության ու պատանեկության տարիներ գնանք։ Ցանկացած կենցաղային նման բանի դեպքում, եթե մեկը մյուսին գցում է կոպիտ ասած, մենք կգնանք ու կստանանք այդ փողը, չէ՞։ Պետությունը $6 միլիոն չի կարողանում ստանալ։ Սրանք հիշում եք, որ Նիկոլը գանգատվում էր 22 թվին, հələ ասում էր մենք զենքի համար վճարել ենք, մեզ զենք չեն տալիս։ Ու ինքը համարում է, որ դա հպարտանալու բան է, ինքը դա պետք է ասի։ Գլուխը չի կախում ու ամոթից չի սատկում։ Որտեւ ինքը մանկությունից քծված տղա է եղել։ Դրա համար էլ հիմա էլ է տենց մտածում։ Այսինքն մարդը ոնց կարա դրանով հպարտանալ, դա ամոթի բան է, էլի։ Ասենք հարցը ստե գումարի չափը չի, ստե նամուսի, թասիբի հարցն է։ Մեզնից մեկը այն ժամանակ է թեկուզ է ձեր ասած երիտասարդ տարիքում մանուկ հասակում ասենք 1000 դրամ տաներ մենք հետևից կեթայինք ոչ թե այդ 1000 դրամը մեզի պիտի եսի պատվախնդրության հարց է դա այո միայն բացառապես պատվախնդրության խնդիր էր այս մարդը պատվախնդրություն չունի ինչ պատվախնդրություն երբ որ երեք չէ միսօր Ալիևն ասում է դու ֆաշիստական պետություն ես եւ ինքը ասում է չէ մենք չպիտի հակադարձենք որովհետեւ դրանով կվնասենք խաղաղության Այս մալը պետք է հասկանանք ինչի են Ադրբեջանում ասում, որ մենք ֆաշ։ Ինքը պետք է հենց հասկանա։ Դա պարզա չէ ուրա տանելու իրան այդ հասկանալու փորձերը։ Ծիծեռնակաբերթա տանելու, երրաբլուրա տանելու։ Ուրեմն սրա այս ապուշ բաները, կարգախոսները, մենք կանգնած ենք Խաչմերուկի վրա։ Արա ինչ Խաչմերուկ, այ Գարլախ։ Խաչմերուկը որը սա։ Խաչմերուկի վրա շատ մի րոպե ես կանգնում, չէ՞։ Որ ասենք կարմիր լույսը փոխում է կանաչի, պիտի շարժվես։ Հիմի դու կամ ուղիղ գնա այդ տղա, կամ ձախ մարգատ միացրած ձախ գնա, կամ աճ, ինքը չի ջոգում ուր գնա։ Էլ չասած թե ովքեր են կանգնում Խաչմերուկի ինքը դարձել է միջազգային կարգի քաղաքական մարմնավաճառ։ Մարմնավաճառը ոչ բուն իմաստով, որովհետև նրան ոչ մեկ թամար չի անի մոտենա 50 սանտիմետրից ավելի։ Ինքը քաղաքական մարմնավաճառ է դարձել։ Ինքը չի ջոգում Ռուսաստան գնա, Ամերիկա գնա, Եվրոպա գնա, Պարսկաստան գնա, չի ջոգում ինքը։ Արդյունքում գնում է դեպի Թուրքիա։ Հա։ Ուրեմն այս բանը օտարերկրացիների պահ է Հայաստանում, ես էտել եմ, կարծում եմ, որ կարևոր խնդիր է ներկայացնել, այսքան հնդիկ ու պակիստանցի Հայաստանում ինչ են անում։ Ամանորի գիշերը տեսակ ինչ թամաշա են անում։ Մի երևանցի չկար Երևանի կենտրոնում։ Այո։ Հազարներով։ Այդ կոռուպցիայի մեջ նաև էտա, քանի 100 միլիոն դրամ ինչ-որ տոնածառին էին տվել։ Ում համար է կար այդ տոն, այս ժողովուրդը տրամադրություն ունի տոնածառի դեմ։ Դրա համար էլ պակիստանցիներն ու հնդիկներն էին տրճիկ տալիս տոնածառի կողքը։ Պետը Հայաստանի պետական բյուջեի հաշվին։ Սա է կոռուպցիան, պարոն Սարգսյան։ Այս սա դասական կոռուպցիա է։ Ինչի համար դու ում համար ես անում։ Դու պատկերացնում եք հետո այդ վիրավորանք, օրինակ ես ոչ իջել եմ, ոչ էլ ինձ թույլ կտայի իջնեի։ Մենք պատերազմող երկիր ենք, այդքան երեխա ենք կորցրել, զոհ ենք ունեցել, ես այդքան տոնածառի մոտ կայնեմ տրճիկ տամ։ Այդ հնդիկների ու պարսիկների պակիստանցիների համար էս այդ տոնածառը բերելա Հայաստանի պետական բյուջեը։ Սա է եղբայր ջան, սա դասական համակարգային կոռուպցիա է։ Դե իրանք ճոխ կյանքի սովոր են, չէ՞, օրինակ Ավինյանը մինչև 20000-նոց տոմս չեղավ ինքը Ամերիկա հո չի թռնի։ Ինքը հո մերպես էկոնոմ կլասով չի թռնելու։ Դու ես չեմ էլ թռնի։ Ավինյանը թանկանոց տղա է։ Հա, այնի պետք է էշով մանգա Ավինյանը, պետք է էշով որ մանգա, պետք է գլուխ գովա իրականում։ Իր արժանիքը այդքան է։
Դուք կարող եք ասել մի բնակավար, որտեղ ասենք Ավենյանի անունը հնչեցվում է որպես այդ բնակավարի գիտակ, այդ բնակավարին տիրապետող։ Մի ոլորտ կարող եմ ասել, կոռուպցիան։ Այդ կոռուպցիայի հարցում քաղաքի մասշտաբով անգերազանցել։ Ես օրինական ոլորտները նկատում եմ։ Հայրն էլ ձևակերպեց, չէ՞, ժողովրդին ոնց է վերաբերում, համբալների որպես։ Ամեն գեղի համբալ իր գեղի օպելով չգա, ասում։ Դա վերաբերմունքն է, էլի այդ ընտանիքի։ Ինչ են խոսում այդ ընտանիքում։ Ուրեմն հետո մի վտանգա, ես ուզեմ ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը հրավիրել, պետքա պայքարել։ Ուրեմն այս դրսից եկած այդ հնդիկ, պակիստանցի, ես շատ իմանամ ինչ ասած չենք էլ իմանում, 6 ամիս որ անցնում է, իրանք ձեռք են բերում ընտրելու իրավունք։ Հասկանում եք, իսկ Արցախից Հայաստան եկած մեր հայրենակիցները քաղաքացիություն չեն ստանում։ Չեն ստանում քաղաքացիություն։ Ես պահանջում եմ, որ մեր ընդդիմադիր խորհրդարանականները այս ուղղությամբ քայլ անեն, որ նախագիծ ներկայացնեն, որ բոլոր Արցախից եկածներին, բռնագաղթվածներին տրամադրեն Հայաստանի քաղաքացիություն եւ նրանք իրավունք ունենան մասնակցել գալիք ընտրություններին։ Հիմա դա կլինի արտահերթ, թե կլինի սովորական ըստ հերթի, բայց մասնակցեն։ Այսինքն չհասկացանք, այստեղ 5-6 ամիս մնացող հնդիկը մոտոցիկլետ քշող իրավունք պետք է ունենա Հայաստանում ընտրություն անի, իսկ Արցախցին չպետք է կարողանա Հայաստանում ընտրություն անել։ Իսկ դա ինչի համար են անում։ Որտեվ հնդիկը գնալու է Նիկոլ ընտրի, իսկ Արցախցին երբեք Գարլախին է ընտրելու։ Գարլախը իր ընտրազանգվածն է հավաքում։ Իրան ոչ մի ուրիշ բան չի տակրում։ Ես նորից եմ ասում, հարգելի պարոն Սարգսյան, սա գիտակցելով իր գործած մեղքերի ծանրությունը, ինքը ամեն ինչ անելու է այս տիզը։ Տիզն էլ տնական բան, ինքնագոհ զորավար, ինքնակոչ զորավար։ Ինչի տնական, դե դա պարզա, քանի երեխու գլուխ կերավ տները քանդեց, մի մարդ, որը կանգնի անամոթաբար հայտարարի, որ մենք այս վիճակը կարայինք ունենայինք առանց զոհերի, դուք հասկանում եք սրա վերաբերմունքը մեր զոհված տղեկի նկատմամբ։ Սրա համար մեր զոհված ամեն մի տղեն մի հատ սատկած ծատի կարգավիճակ ունի։ Բայց այսպեսի մարդը իրավունք ունի երկրի վարչապետ աշխատել, այդ տիզը, նորից եմ ասում, տնական ինքնակոչ զորավար։ Ինչի է ինքնակոչ, որովհետև Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն միայն պատերազմական իրադրության ժամանակ է, պատերազմի ժամանակ է վարչապետը դառնում գերագույն հրամանատար։ Իսկ Հայաստանը պատերազմ չի հայտարարել։ Իսկ Հայաստան, ես այդ ժամանակ եղել եմ падգամավոր ազգային ժողովի կողմից որևէ որոշում չի եղել, ոչ էլ որտեղ ընդ Սահմանադրության 118 հոդվածն ասում է, որ պատերազմ հայտարարվում է կամ ազգային ժողովի կողմից կամ դրա անհնարինության դեպքում կառավարության որոշմամբ։ Նման որոշում չի եղել։ Այսինքն ինքը գոյություն չունեցող իրավիճակում ստանձնել է գերագույն հրամանատարի կարգավիճակ։ Ինքնիրավչությամբ ազգային հաստատի։ Ոչ թե ինքնիրավչությամբ, յուրացմամբ իշխանության։ Այո, այս քրեական օրենսգրքի 219 հոդվածն է դա, որի համար նորից նախատեսված է ծանր քրեական օրենսգրքի տասնյակ հոդվածներ լալիս են սրա վրա ուղղակի։ Կարելի է պատկերացնել ինչ պարափամյա թափվելու իր վրա։ Ինքը շալակել է ամբողջ քրեական օրենսգիրքը բացառությամբ բռնի կերպով սեռական հարաբերություն ունենալուց, որովհետև երևի դրա ունակությունը չունի, թե չէ դա էլ կշալակեր մեծ հաճույքով։ Երբ ասում ենք հերոսները եռաբլուրում են, Գարլախ Նիկոլն է ասում, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան։ Հələ սրա դեմագոգիան։ Ինքը հիշում եք ինչ էր ասում։ Ասում էր բանը։ Հերոսը հարկատուն է։ Հարկատուն հերոսը։ Հարկատունների կենացը պետք է խմենք։ Արա, այդ տղա, դու պարզա, որ դու ի վիճակի չես հասկանալ հերոսի իրական իմաստը, արժեքը, նշանակությունը, կոչումը, բայց ոնց թե, բա հերոսը ինձնից, ես հերոս չեմ համարում ինձ, ես հարկատու եմ, բայց ես ինձ հերոս չեմ համարում, Դավիթ ջան, ես ինչ հերոս, հերոսը Մոնթեն ա եղել, ես ով եմ, որ համեմատվեմ իրանց հետ, մեր հերոս տղեկին բոլորին էլ գիտեք, սաղս էլ գիտեն, իրանք են հերոս, բայց հենց հերոսի տարբերությունը այդ պետք է լինի, որ ասֆալտի վրա ֆռռացող ու ապուշ դուստավողից հերոս տարանջատվի։ Ոչ թե ամեն հարկատու հերոս է։
Հարկը տալիս ես, քո պարտավորությունն ես կատարում պետության նկատմամբ։ Դա ինչ հերոսություն է։ Ես հիմա որպես փաստաբան հարկատու եմ։ Ամեն իմ ծառայությունից ստացած գումարից հարկ եմ տալի։ Մի բան էլ ավելացրած դրույքաչափերով, չէ՞, կրկնապատկված շրջանառության հարկով։ Եկեք դա խոսենք, որովհետև շատերը, պարոն Պետրոսյան, դրանից տեղյակ չեն։ Օրինակ, որ մինչև այս տարվա մայիսի 1 պետք է բոլորը առանց բացառության եկամուտների համընդհանուր հայտարարագրում անցնեն։ Այս Հայաստանի Հանրապետության բոլոր աշխատող քաղաքացիները, խոպանչիները առանձին գնում են ամբողջ տարի Ռուսաստանում, այլ երկրներում չարքաշ աշխատանք իրանում գալիս են ստեղ, ասում այս քո եկամտի 20%-ը պետք է հարկեմ, եթե պարզվեց, որ այնտեղ 20%-ից պակաս ես վճարել, այդ տարբերություններ պետք է վճարես Հայաստանի պետական բյուջեին։ Տեսեք, պարոն Սարգսյան, սա ինչով է պայմանավորված։ Ես էլի առիթներ ունեցել եմ ասելու, բայց ձեր եթերից օգտվելով էլի կրկնեմ։ Այս Գարլախը ասում էր, որ իշխանությունը փոխվի, օտարերկրյա ներդրողները դռան հետևը կանգնած են, հերթի են կանգնած։ Բայց 6 տարի է Հայաստանում ոչ մի օտարերկրյա ներդրում չի կատարվում։ Տնտեսական հեղափոխություն, հիշում եք այդ լոլոները, որ հիմա սա ու ասում էր քաղաքացին տուգանքի մատերիալ չի, չէ՞։ Հիմա այս Գարլախ Նիկոլիի պատճառով նրա շնորհիվ քաղաքացին դառավ ոչ միայն տուգանքի, ոչ միայն հարկման, ոչ միայն անարգանքի, ոչ միայն կալանքի, ոչ միայն արտագաղթման ենթակա, սաղ մատերիալները դարձան։ Թալանի մատերիալ դարավ քաղաքացին։ Հիմա այս որ ինքը սենց հարկային բեռ է դեր, հիմա տեսեք, ես փաստաբան եմ։ Ասենք ես խորհրդատվությունը կանեի մինչև հունվարի 1-ը, մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը, այդ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Ես ասենք խորհրդատվության համար ենթադրենք պայմանական թիվ եմ ասում, կվերցնեի ասենք 30,000 դրամ։ Հիմա ես նույն այդ խորհրդատվության համար քաղաքացուց վերցնելու եմ ոչ թե 30,000, այլ 45,000։ Չի ուզի են որ ասում է թո իրա մուր իրա գլուխ։ Այսինքն իտոգում ինչ է ստացվում։ Որ այս Գարլախ Նիկոլի հնարած բանը, որ ինքը չի կարողանում օտարերկրյա ներդրումներով ապահովել պետական բյուջեն, բայց մի շատ կարևոր բան, պարոն Պետրոսյան, եթե նախկինում 30, հիմա 45 եք վերցնում պայմանական, ձեր մաքուր եկամուտը դրանից չի փոխվում։ Իմս չի փոխվում։ Պետության հարկումն է ավելանում ընդհանրապես։ Պետության հարկումն է ավելանում եւ քաղաքացու բեռը։ Այո։ Քաղաքացին եթե կարար իր հարցը լուծեր 30,000 դրամ տալով, հիմա լուծելու է 45,000 դրամ տալով, եթե ոչ 50։ Գույքահարկը, աղբի վարձը, որը ասես, որն է տրամաբանականության շրջանակում։ Ոչ մի տրանսպորտի ուղևորը խոսք իրա չի կատարել, հարգելի պարոն Սարգսյան։ Դրա համար սրան գնդակարություն է հասնում։ Սրան, որ ասում են թողի էթա Հայաստանից, ոչ, նա պետք է կրի պատասխանատվություն։ Նու ես գնդակարություն Հայաստանի քրեական օրենսգրքով նախատեսված չի, նախատեսված է որպես ամենածանրագույն պատիժը ցմա ազատազրկում, Նիկոլը պետք է փդի բանտում։ Բայց ինքը քանի անգամ ասել պատրաստ եմ կանգնել գնդակահարության պատի տակ։ Ինքը անգրագետ է դրա համար։ Չգիտի որ այդ հոդվածը։ Չգիտի որ գնդակարությունը որպես պատժատեսակ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չի։ Այդ որ հերոստա բանավեճի ես հրավիրում, այ Գարլախ նախկին նախագահներին։ Նախկին նախագահներ, ես գրառում արեցի Facebook-յան եւ ասեցի որ հաղթած նախագահները պարտված վարչապետի հետ ինչ բանակցեն։ Ես որևէ մեկի գովեստով երբեք չեմ զբաղվել, ես այդպիսի մարդ չեմ, եթե ես համոզված չեմ մի բանում, ոչ լավը կասեմ, ոչ վատը։ Բայց դու ով ես, որ այդաս Լևոն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ բանակցես։ Այդ մարդիկ իրենց թերությունները ունենալով հանդերձ, բայց երկիրը պահել են։ Ես հպարտությամբ եմ մտել Արցախ։ Գնացել ենք ընտանիքով, աշխատանքային կոլեկտիվի անդամներով, հպարտ եմ եղել։ Զորահանդեսներ էին լինում Երևանում 5 տարի մեկ, գլուխներս բարձր գնում մի հատ նայում ենք։ Հպարտ։ Զորատեսակները, զինատեսակները։ Այսօր դու քո պատճառով մենք կորցրել ենք մի ամբողջ երկրորդ պետություն հայկական։ Ում հետ ես դու եթում։ Դե արի իմ հետ բանակցի, արա։ Գարլախ։ Բանավիճի։ Հա, Բանավիճի, ներողություն։ Բանավիճի։ Արի տենամ դու իմ հետ կարաս բանավիճես։ Անես խայտարական եմ 3 ամիս չկարնաստանից դուրս գաս, այդ քո քոսոտ ամառանոցից։ Կառավարության նիստերը, ուրեմն տեսեք, բանը, էս էլ է, էլի, թող ազգային անվտանգությունը նկատի ունենա։ Բանը 90%-ը հարցերի չզեկուցվող են։ Օրակարգի հարցերը 10%-ն են զեկուցվում։
Օրինակ այսօրվա կառավարության նիստը խնդրում եմ ես, պարոն Սարգսյան, մի հատ նայեք, հետ տվեք YouTube-ով նայեք։ Լայվով եմ նայել, շատ գիտեմ, հիշում եմ։ Առաջին հարցը մենակ ինֆակտի բուն։ Այն Արաբատ Միրզոնա խոսում, թրքահապատակ։ Ուրեմն թե մի բան հասկանաք, ես գեդին եմ մտնում։ Անորոշ, անիմաստ, ոչ մի բանի մասին։ Զուտ բառակույտը մեկը մեկի դեմն անետում, մյուսն է սրա դեմն անետում։ Ես արդեն ներվայնությունից չկարացա դրանից հետո նայեմ։ Լրիվ բառակույտ, անիմաստ։ Լավ, հասկանում եք, երբ որ Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա չի կարելի ենթարկել սահմանափակ մեկնաբանության։ Այսինքն ասել, որ ժողովրդի այսքան զեն տվել են, ուրեմն գնաց մենք իջուզենք կարողանանք։ Ոչ, ժողովրդավարության ավելի կարևոր դրսևորումը այն է, որ ժողովուրդը կարողանա վերահսկողություն իրականացնել իր իսկ ձևավորած իշխանության նկատմամբ եւ որ պահին որ գտնում է, որ այդ իշխանությունը ինքը սխալմամբ է ընտրել դրանց, ուրեմն պետքա ժողովուրդը իրավունք ունենա նրանց վտարել այդ իշխանությունից։ Ապստամբության իրավունքը միջազգայինորեն ճանաչված իրավունք է։ Դա առաջին անգամ ճանաչվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1776 թվականին։ Անկախության ակտով։ Այո։ Ապստամբության իրավունք, այսինքն եթե քեզ այսինքն ժողովուրդը մեկին ընտրեց, ենթադրենք թե ես իհարկե չեմ հավատում այդ ցուցանիշներին, բայց ենթադրենք ժողովուրդը 680,000 ձենա տվել։ Դու էլ առնես հաջորդ օրը ավտոմատ առնես ժողովրդին գնդակարես, ասես դու մեզի ձեն եք տվել, մենք ինչ ուզենք կանենք։ Սա ժողովրդավարություն է։ Ոչ թե ծրագիր ես կիրականացնեմ, այլ ինչ մտքովս անցավ կանեմ։ Որովհետև դու ինձ ձայն ես։ Ես իհարկե էլի եմ ասում, ես կասկածում եմ այդ 680, որտեղ մտնում ես քրֆում են Գարլախ Նիկոլին։ Այդ 680,000 ձայն այս փոքր երկրում որտեղ ես դու ստացել, այ տղա։ Բայց ընդունենք թե ստացել է, բայց դա չի նշանակում, որ նա իրավունք ունի ցանկ իր ֆանտազիայով վարվել ժողովրդի ճակատագրի հետ։ Դուք պատկերացնում եք, չէ՞, առաջիկա համապետական ընտրությունը սա ոնց է փորձելու կեղծել։ Նա չի անցնելու։ Ինքը չի անցնելու առաջիկա համապետական։ Բայց ինքն է կազմակերպելու։ Որտեղ փորձը ցույց է տալիս հետեւյալը, բոլոր թիմերում Լոռուց մինչև Սյունիք, տասնյակ համայնքներում արդեն, Ալավերդուց մինչև Սիսիան, որտեղ ԿՊԱ-կանը չի անցնում, պարոն Պետրոսյան։ Սրանք կամ կալանավորում են, կամ վախացնում են, կամ մեկին առնում են փողով, որ ԿՊԱ-կան անցնի։ Այս թազա փոստը, որ նշանակում են ժամանակավոր պաշտոնակատար։ Ուրեմն ես որպես իրավաբան պատասխանատու ձևով հայտարարում եմ, եթե կլինի այլ կարծիք, ես մեծ հաճույքով կլսեմ հակաճառություն։ Ուրեմն ոչ ընտրական օրենսգիրքը 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգիրքը։ Ոչ էլ մեր տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի օրենքը այդպիսի կարգավիճակ, այդպիսի իրադրություն չեն նախատեսում։ Բայց Գարլախ Նիկոլը հնարել է դա կամայական, սա էլ է սահմանադրական կարգի տապալում։ Իշխանության յուրացում։ Սահմանադրական կարգի տապալում, Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ասում է պետական մարմինները դրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Մենք սահմանադրության մեջ նման կարգավիճակ չկա, իմ նշած օրենքներում նորից եմ կրկնում, ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում եւ տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում նման իրավիճակ չկա։ Սա ինչի է դա հնարել արհեստական կարգավիճակ, որպեսզի մարդ չունի, կադր չունի, բացարձակ վերահսկողություն ունենա բոլոր համայնքներում, որ կարողանա ինչ որ իր համար նախընտրելի մարդկանց դնի, որ հետո կարողանան հորով մորով անել ընտրությունները։ Սա է ամբողջ ճշմարտությունը։ Սա սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ է, որի համար քրեական օրենսգրքի 420 հոդվածը նախատեսում է 10-ից 15 տարի ազատազրկում։ Դա արդեն արեց Գյումրիում եւ Փարաքարում, ուրիշ կոմբինացիա արել է Ալավերդիում, ուրիշ բան արել է Վանաձորում ընտրված քաղաքապետին փաստորեն կալանավորելով, Սիսիանում արելու է Հայաստանի տասնյակ բնակավայրերում, Վարդենիսում, Բերդում, ի վերջո Երևանում փոքրամասնության իշխանությունն է։ Ինքը հիմա ասում են ուզում է գնա արտահերտ ընտրությունների։ Ինչու՞։ Որովհետեւ օր-օրի Գարլախ Նիկոլի վարկանիշը ընկնում է, ինքը հասկանում է, ինքը տեսնում է, չէ՞ դա։ Ինքը շփումներից է հասկանում, որ իրան ես հիմա երթևեկում եմ տաքսիներով,
Իմ ավտոմեքենա։ Ո՞վ է կանչում ձեր համար այդ տաքսին։ Հեսա վերջում կխնդրեմ ձեզ։ Չէ, իսկապես մեքենաս կանգնած է բակում, չեմ քշում ես։ Տաքսիներով եմ երթում եմ, պարոն Սարգսյան։ Մի հատ տաքսիս չկա, որ իր մասին դրական արտահայտվի։ Շփվում եմ տարբեր շրջանակների հետ, գիտնականների հետ, առևտրականների հետ, արհեստավորների հետ, դե կյանք է, անդադ տարբեր մարդ կա, մենակ մի ոլորտի մարդու հետ չէ։ Մեկը չկա, որ ասի ես իրան պաշտպանում եմ։ Մենակ մեկ-մեկ ալում այն բանը, հայկական մուֆլոն ոչխարի տեսակ կա, չէ։ Այդ արտակինով ասենք բանը այն զոմբիներ են ալում, կողքովը 10-ից թարս չափում, բայց դա ասենք ամսվա մեջ մի անգամ լինի թե չէ։ Այդ մուֆլոնները։ Հա։ Հիմա այդ էլ իրանց ընտանիքների անդամներ են։ Դե իրանց ընտանիք, որովհետև եթե մարդ սրանցից նյութական շահ չունի, չի կարա սրանց։ Հիմա արդեն 2025 թվականի հունվարին անհնար է, էլի, որ որևէ մոտիվացիա չունենաս ու սրանց պաշտպանես։ Ասում եմ, ես անկեղծ եմ, ես սուտ երբեք չեմ խոսում։ Իմ համար մի կանոն կա։ Ամենադաժան ճշմարտությունը գերադասելի է ամենահաճելի ստից եւ անորոշությունից։ Ես ճիշտն եմ ասում։ Տարբեր շերտերի հետ եմ շփվում։ Մի հոգի լավ բան չի խոսում։ Բոլորը անիծում են, հայոյում են Գարլախ Նիկոլին։ Ասում են, երբ է սատկելու, որ մենք պրծնենք սրանից։ Բայց ես չեմ ուզում ինքը սատկի։ Ինքը պետք է պատիժ կրի։ Շատ երկար ապրի, ինքը պետք է դաժանաբար սատկի։ Ոչ թե մի անգամից իրան խփեն կամ ես Չէ, ինքը պետք է շատ երկար ապրի։ Այո, երկար ես իրան 100 տարվա կյանք եմ ցանկանում, որ բայց այս պայմանային որոնի որ հաջորդ գալող իշխանությունը իր կյանքի հաջորդ հատվածը կազմակերպի քրեակատարողական հիմնարկում։ Հետո մի բան ասեմ, պարոն Սարգսյան, հիմա մի քիչ կարող է փողոցային բան ասեմ, բայց էդ է ճշմարտություն։ Ասենք ես չեմ լսել մեկին, որ ասի ես իր ընկերն եմ։ Ընկեր չունեցող մարդը վտանգավոր կենդանի է։ Համակարծիք չեք։ Ոնց կարելի է տղեն ընկեր չունեն։ Ես այսքան, ես 52 տարեկան եմ։ Իբր հետո ունի ընկեր, Ալեն ունի ընկեր։ Չէ, հա ունի։ Ես Նիկոլ Փաշինին նորից եմ ասում, հրավիրում եմ հերոստա բանավեճի իրա ուզած տաղավարում իր ընտրած լրագրողի ղեկավարը։ Դե գիտեք որ չի գալու։ Չէ, բա թող գա։ Բայց որ ինքը հերոստա բանավեճի հրավիրում նախագահ։ Դե ինքը մինչև նախկին նախագահ չլինի, ինքը չի բանավեճի։ Կալիբրը այդքան ցածր չի։ Ես տնես չի որ համատիրության լիֆտյորչիկ եմ եղել, որ ինքը ասի դու ով ես, որ ես քո հետ գամ։ Ի վերջո ես 31 տարեկանում գործկոմի քարտուղար եմ եղել, 36 տարեկանում նախարար եմ եղել եմ վերահսկիչ պալատում վարչության պետ, 44 տարեկանում падգամավոր եմ եղել, ես չէ՞ էլի որ ես այն մարդն եմ, որ ինքը ասի դու ով ես, որ ես քո հետ գամ, չէ որ ինքը իմ հետ միասին նաև նստել է որպես падգամավոր։ Դե արի հիմա ես քեզ հրավիրում եմ։ Անես խայտարական եմ ասեմ 3 ամիս տնից դուրս չգա։ Իրան բանավեճի են հրավիրել նաև Վարդան Օսկանյանը եւ Արմեն Աշոտյանը, բնականաբար որևէ մեկին ինքը չի արձագանքել։ Տեսեք։ Ուրեմն այդ էլի նորից կոռուպցիա իր հիմնական խաղաքարտը կոռուպցիան էր, չէ՞, ընտրությունների գալուց, ընտրվելուց առաջ, վարչապետ դառնալուց առաջ։ Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը։ Սրանք ոչ թե կառավարում են պետական սեփականությունը, այլ մասխում են։ Դուք կարող եք մատնանշել մի պաշտոնյա, որը գործուղում է գնացել ու հետո եկել է հաշվետվություն տվել։ Մենք ունենք կառավարության որոշում 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335 որոշումն է, որը ունի հավելված, որի առաջին հենց հավելվածի համաձայն ասում է, որ գործուղման հրամանում նշվում է այնտեղ տարբեր բաներ, այդ թվում նաև գործուղման նպատակը, որևէ մեկը եկել է զեկույց ներկա։ Ալեն Սիմոնյանը որ փիղ էր քշում Աֆրիկայում էր, ուր էր գնացել, Հնդկաստան։ Հա, եկել ներկայացրել է, թե այդ փղի հետ ինչ արին, ոնց արին։ Աֆրիկա սաֆարի Աննա Հակոբյանն էր գնացել դուստրերի հետ։
Դե սա լրիվ ուրիշ թեմա է։ Ձեր սիրելի Ալենն էլ Միկոնոս կղզի է գնացել։ Ասենք այդ կղզիներ, որ այդում են, այդ Հայաստանի բյուջեի հաշվում, բնական է, իրանց սեփական հակառակ դեպքում իրանք արձակուրդ ձևակերպեն, որովհետև աշխատանքային օրենսգրքի համաձայն արձակուրդը մարդը իրավունք ունի տնօրինել իր հայեցողությամբ, բայց սա գործուղում է ձևակերպվում։ Հետևաբար ինքը պետք է ցույց տա այն պրոդուկտը, որ այդ գործուղման արդյունքում ինքը բերել է Հայաստանի համար։ Բայց որևէ մեկը ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել մինչև օրս։ Դրա համար էլ ես այն անգամ էլ առիթ կար ասեցի, պարոն Սարգսյան, ստեղ արկա է անհիմն հարստացման ինստիտուտը։ Քաղաքացիական օրենսգրքով Քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը նախատեսում է, որ մարդը ոչինչ չանելու դիմաց, եթե շահույթ է ունենում, ձեռքբերում է ունենում, դա դիտվում է որպես անհիմն հարստացում, որը ենթակա է հետգանձման։ Այսօրվա այդ տխրահռչակ երկոտանի պաշտոնյաները, որոնք ոչինչ չանելու դիմաց աշխատավարձ են ստանում, գործուղումների գումար են ստանում, այդ падգամավոր կոչեցյալները 250,000 դրամ էլ ստանում են իբր թե падգամավորական ծախսերի փող, թե լուլունից ծախս անում, բացի պուդրի քսելուց։ Ուժբաս արփին ծախսեր անոմա չենք իմանում, հիմա դժվար է ասել։ Հա, բայց պետք է ծախսերը արվի ժողովրդի հետ հանդիպելու հետ կապված, ընտրազանգվածի հետ հանդիպելու, ընտրազանգվածի խնդիրները ուսումնասիրելու։ Ինչ ծախս են իրանք անում, այդ 250,000-ը ոնց են ծախսում իրան։ Սա է համակարգային կոռուպցիա։ Մեր եթերաժամը քանի որ ամփոփվում է, կխնդրեմ ավարտեք ձեր խոսքը, որ վերջում ձեր խնդրանքը իրականացնեմ ես, պարոն Պետրոսյան։ Լավ, այս Գարլախի մի արտահայտությունն էլ քննարկենք ու ավարտենք։ Ես չկարողացա 5 տարի բացատրել, որ պետք է զուգարանում թափանցիկ դուր չդնել։ Թափանցիկ ապակի դնել։ Չդնել։ Չէ։ Թափանցիկ ապակի չդնել։ Չէ, թափանցիկ ապակի դնել։ այո։ Հələ սրա բանուգործ է Գարլախի։ Այսինքն ինքը 5 տարի զբաղվել է դրանով, որ մարդ օբյեկտներին համոզի, որ իրանք թափանցիկ ապակի զուգարանում չդնեն։ Արա դու բանուգործ չունես, կամ որ այդ տանը նոր տարվա այդ զրթուզիբիլի վրան ձվածեղ սարքեցի կերար։ Այդ ակու բանուգործը։ Թուրքիան Ադրբեջանի հետ տանդեմ արած այսօր պատրաստվում են գրոհի։ Այդ հայտարարությունների ֆոնին մարդը ձվածեղ է սարքում ու փնթի ավարել օգտվում է։ Հիմա ես խնդրում եմ ձեզ, որ երկու բան, որ եթե տեղադրվելուց հետո այդ անցենզուր գրառումները հսկեք, որովհետև մի ոչխար, էլի մի գրառումից տակ գրելա դու քո դեմքի կարմիր հետքերը բանարա, վերացրա, հələ դրա դիտողությունը ինձ։ Այսինքն այն վերլուծությունները, որ ես անում եմ, այդքան որ ես ինձ չարչարում եմ, կարդում եմ, վերարտա այդ ջանդամ, բայց դե ցրտից մի քիչ բորբոքում ունեմ, այ հիմար այս կարմիր վերքերը կանցնեն քո տգիտությունը քեզ ուղեկցելու է մինչև մահու գերեզման, ունդը որ դու հենց սատկար գապրել ռեշտակապետը դուրը բացելու է, քամակդ 3 մետրանոց փետ մցնի, սարքի շաքարակը ու հանի շպրտի դժողքի ճուլանները։ Այ դու դրա մասին մտածել ես, թե չէ իմ դեմքի կարմրությունը դա եղանակի ցրտի հետ կապված կանցնի։ Եվ երկրորդ խնդրանքս, խնդրում եմ, եթե հնարավորություն ունեք, զանգեք փողոցային դիսպետչեր Վահագն Խաչատուրյանին, մի հատ տաքսի կանչի, որ հասնեմ տուն։ Ամենալավը դա է ստացվում իր մոտ։ Հա, էտա։ Թե չէ նախագահ է կոչվում, բայց տուրիստների համար տաքսի է կանչում։ Չէ, այդ խնդրում եմ, եթե կարաք զանգեք, ասեք, տաքսի կանչի, ելեմ հասնեմ տուն։ Ես շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Կարևոր թեթև, բայց միաժամանակ շատ արժեքավոր զրույցի համար մեր քաղաքացիներին շատ բան ունենք ասելու, հորդորելու, բացատրելու, հասկացնելու եւ կարեւոր է որ ականջալուր լինեն։ Շնորհակալ եմ, քաջառողջություն ձեզ։ Ձեզ նույնպես։ Զրուցում է իրավագիտության տեխնացու խորհրդարանի նախկին падգամավոր, սոցիալ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանի հետ, սա օրախնդիրներ 168 TV եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ։